Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ նոր հարձակումների նպատակը Հեզբոլլահի մարտիկներին երկրի կենտրոնական հատվածներ հետ մղելն է, որպեսզի իրանական աջակցությունը վայելող խմբավորման դրոններն ու արձակած հրթիռները չհասնեն Իսրայելի տարածք։ Նոր հարվածները եղել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմաններում։ Իսրայելական կողմը պնդում է, թե խմբավորումը առանց այդ էլ խախտում էր հրադադարը և փորձում ձախողել Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները։ Իրանական կողմը ավելի վաղ հայտարարել էր, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն ամերիկյան կողմի հետ պետք է ներառի Լիբանանի տարածքում իսրայելական բանակի գործողությունների դադարեցում։ Լիբանանյան լրատվամիջոցները առավոտյան հաղորդել են ուժգին ռմբակոծությունների մասին, դրանց պատճառով մի շարք բնակավայրերում կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Իսրայելը ավելի վաղ որոշ բնակավայրերում մարդկանց հորդորել էր լքել իրենց տները։ Մալաք ալ-Մուսավիին հաջողվել է ընտանիքի հետ փրկվել, նա Բաալ Բեկից բռնի տեղահանված է։ Իսրայելը մինչև հիմա հումանիտար որևէ գործողություն չի կատարել, ավելին խնդիրը Իսրայելի մեծամտությունն է։ Նրանք բոլորին, ովքեր ունեն այլ հայացքներ և մշակույթ, վերևից են նայում։ Մենք չենք կարող ակնկալել, որ երբևէ այդ երկրի հետ կողք կողքի ապրելը կարող է հարմարավետ լինել, ասում է Associated Press-ի զրուցակիցը։ Եթե Մալաք ալ-Մուսավիին հաջողվել է ողջ մնալ իսրայելական հարվածներից հետո, Ալի Դաբոյի ընտանիքի համար ճակատագիրն այլ ընթացք էր նախատեսել։ Ռումբի պայթյունից զոհվել է նրա քույրը։ Այս պանդը տեղի ունեցավ առանց նախազգուշացման, նրանք դաժանաբար հարձակվեցին խաղաղ բնակչության վրա, 15 մարդ միանգամից զոհվեց։ Մարդկանց չէին նախազգուշացրել, որ հեռանան, խանութները բաց էին, կյանքը իր հունով էր ընթանում, պատմում է նա։ Մինչ Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին, երկրի կառավարությունը, որը իշխանության է եկել նաև Հեզբոլլահը զինաթափելու խոստմամբ, հուսով է, որ հաջորդ շաբաթ վերսկսվելիք բանակցությունները Իսրայելի հետ կհանգեցնեն մշտական հրադադարի և Լիբանանի տարածքից իսրայելական զինուժի դուրսբերման։ Իսրայելն իր հերթին հայտարարում է, որ չի հեռացնի զինուժը, քանի դեռ իրանամետ խմբավորումը չի զինաթափվել։ Բեյրութը հուսով է, որ կհաջողվի վերադառնալ այն իրավիճակին, որն առկա էր մինչև մարտի 2-ը, նոր էսկալացիայի մեկնարկը։ Էքսիոսը հղումանելով իր աղբյուրներին պնդում է, որ Վաշինգտոնը պատրաստ է սատարելու իսրայելցի դաշնակիցներին Հեզբոլլահի դեմ գործողության ընդլայնման հարցում։ Իսրայելի ստեղծած բուֆերային գոտուց տասնյակ հազարավոր լիբանանցիներ են դուրս եկել, մի մասն ապրում է Բեյրութի մերձակայքում հիմնված վրանային քաղաքում։ Վերջին տվյալով գարնանային էսկալացիայի պատճառով Լիբանանում արդեն զոհվել է առնվազն 3200 խաղաղ բնակիչ, ևս 10 000-ը վիրավոր են։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։